Այսօրվա մեր դասը նյութագիտության տարերից հագուստի մի փոքրիկ պատմություն պետք է ուսումնասիրենք, թե ինչպես են հագուստը ստեղծվում, ինչ մանրաթելերով եւ այլն եւ այլն։ Ապա եկեք ուշադրություն դարձնենք մեր սլայդին, ուշադիր նայեք, ինչ ենք տեսնում նկարում։ Ինչ ենք տեսնում։ Ասեմ մի ջան։ Ինչպես են մարդիկ հնագարում, ինչպես են ծածկել իրենց մարմինները, ինչպես են ծածկել իրենց մարմինները, ինչերով, ասեք, ինչով, բրդով, ինչ, բրդը որտեղից են վերցրել, կենդանիների մորթիներից, իսկ ինչու են ծածկել իրենց մարմինները, ինչու են ծածկել իրենց մարմինները, Այո, այսինքն մարդը կարիք է ունեցել արևից պաշտպանվելու եւ ցրտից պաշտպանվելու եւ մտածել են, որ կենդանիները, եթե ձմռան է, իրենց մորթիներով տաք են մնում, կարողանում են գոյատևել, ուրեմն մենք կարելի է այդ որսի ժամանակ կենդանիների որսում են, օգտագործում են միսը, մորթիները գցում են իրենց վրա եւ զգացել են, որ դա իրենց ինչ է պատճառում, տաքություն, կամ ցրտից է պաշտպանում, կամ անձրևից, խոնավությունից։ Շատ լավ երեխաներ, մի հարց, ուշադիր զննենք մեր հագուստը, ապա ինչ կնկատենք, մենք զննենք, ուշադիր զննենք, ինչ ենք նկատում մեր հագուստում, ասա Միքայել, մազիկներ, այդ մազիկները որտեղից են վերցնում, ասա մի ջան, մազիկները վերցնում են կտորից, կտորից, իսկ այդ մազիկները կտորից ինչ է հանդիսանում, Հումք է հանդիսանում, Ֆրեսանի ջան, հումք է հանդիսանում։ Հիմա տեսնենք, այ Անին ասեց կտորից են վերցնում, այդ կտորը, բայց դեռ մենք պիտի գործվածքը կարենք, գործենք, ոնց վերցնենք կտորից, նորից մենք կարենք, գործենք։ Հիմա հասկանանք, թե Անին որտեղ սխալվեց։ Ապա ուշադիր եկեք նայենք այս տեքստիլ մանրաթելերի դասակարգման ամուսային։ Տեքստիլ մանրաթելերը քանի տեսակ են լինում։ Երկու տեսակ, որոնք են Լավ, բնական թելերը, մանրաթելերը որտեղից են վերցնում, բնական թելերը, մինչև կենդանիները, ինքը որտեղից են վերցնում, բնությունից են վերցնում, մոռացել եք բնությունից, իսկ արհեստականով է ստեղծում, մարդիկ են ստեղծում, այո, մարդիկ են ստեղծում, լավ, այ ասում եք բնականը կենդանական է, կենդանական, ինչ կենդանուց են վերցնում, որ կենդանուց, ոչխարի, ինչից, բրդից, ուրեմն այստեղ ինչ պետք է գրենք Անի ջան, բուրդ, արի գրի, Վահե ջան, հաջորդ կենդանին որը կլինի, ապա ես ես հուշեմ, շերանին, որ պահեցի, թթի տերև տվեցի, տերև կերավ մեծացավ, մի շոշովում, որ դարձավ։ Ինքն իր թելով փաթաթվեց, հետաքսեր պար պատրաստեց, ու բոժոժից գեղեցիկ, ծրվեցի, ու թիթեռնիկ, ասա վայ ջան, ասում էիր, ինչ կեն հաջորդը պետք է գրենք, որդ գրենք այստեղ, մեկ այս, ապրես վայ ջան, արի գրի, Հաջորդը բուսական երեխաներ, բուսական, ասա, բամբակ, ապրես, արի գրի, հաջորդը, անի, բուշ, ջուտ, կամ, գրի, մի անգամից բոլորը գրի։ Նաև երեխաներ տեքստիլ մանրաթելերից գոյություն ունեն հանքաքարեր, որոնք որը կոչվում են կտավաքար, և այդ կտավաքարից այո հյուսում են գործվածքներ և այդ գործվածքները օգտագործում են հիմնականում տեխնիկական ինչ-որ լուծումներ կատարելու համար։ Հիմա եկեք հասկանանք, երեխաներ, ինչպես ենք այդ մանրաթելերը հյուսում, որպես ստանան գործվածքներ, մանրաթելերից ստանում ենք թելեր, ինչ գործիքներ ենք օգտագործում, ապա ուշադիր նայեք այստեղ, ինչ գործիքներ կլինեն սրանք, ձեր կարծիքով, սրանք կոչվում են սաներք, հնում մեր նախատատերը օգտագործել են այսպիսի գործիքներ, սաներք, որտեղ գզել են բուրդը,
բամբակը հայց եղանակով, նույնիսկ տատիկները մեր երկելով, այսպես գզել են, տեսնում եք, երբ որ գզում են բուրդը ինչ տեսք ես տանում, հա? Ինքը դառնում է ավելի սենց ամպիտ տեսքով, չէ երեխաներ, գզեցինք և լավ, գզեցինք, ստացանք այսպիսի մանրաթել, այս գործիքը ծանոթ է ձեզ, ասա, իլիկ է, այո, շատ ճիշտ է, դու տեսել ես ինչպես է քո տատիկը թելը մանում, հա, այո, ապրես, իլիկ է, ճիշտ է երեխաներ այսպիսի իլիկներով, մեր նախատատերը հյուսել են մանրաթելեր, տեսեք բամբակից, ինչպես են պտտացնելու եղանակով հյուսում մանրաթելերը։ Հիմա մենք մի այլ գործիքի հետ է կծանոթանանք, որը կոչվում է ճախարակ, ապա նայեք երեխաներ, ճախարակը էլի մեր նախատատերը, դրանով հյուսել են մանրաթելերը և ստացել են և դրանցով գործել են բուլբաներ, տարբեր տեսակի հագուստներ։ Եկեք այստեղ քայլաշարը նայեք երեխաներ, ուշադիր նայեք, ինչպես ենք ստացել։ Այ, այն որ ես ձեզ համար արտասանեցի, այստեղ ցույց է տալիս, տեսնում եք, թթի տերևը, թթի ծառը, շերամի որդը և բոժոժը։ Ինչ է արել շերամի որդը, բոժոժից վերցրել ենք ինչ ենք ստացել։ Մետակ սյուսվել է այսպիսի գեղեցիկ գործվածք։ Ապա այս մյուսով կներկայացնի նկարով։ Ապա, հա, դու ասա, որ կենթանի է այստեղ, կանգնիր։ Ոչխարը ինչն են վերցրել, բուրդը ստացել են, ինչը մանրաթելը և հյուսել են ինչ, գործվածք, ապրես, նստի, հաջորդող կներկայացնի, այջան կրամի, ներկայացրան։ Սա բուժ բույսն է, մյուսը բամբակն է, միասին ներկայացրան։ Տեսեք, բուժի ինչն են վերցրել, ինչն են տեսնում, ծղոտները, չէ, իսկ բամբակի պտուղը, բամբակը, ստացել են ինչ վահեջան, մանրաթելը և հյուսել է գործվածքն է, ապրես, հաջորդը, ահա սա է, տեսեք, գործարանում ստանում են քիմիական մանրաթելեր, որ այստեղ ասեցինք արհեստական, ստեղծում են մարդիկ, ճիշտ է, նյութերից էլի ստանում են տեխնիկական կտորներ, որտեղ այս տեխնիկական կտորները օգտագործում են կղմինդներ պատրաստելու ժամանակ և այլն։ Բաց է երեխաներ, այստեղ կան եղևնու փայտիցեր նույնիսկ ստանում են մանրաթելեր, մշակելով ստանում են մանրաթելեր և հյուսում են գործվածքներ։ Ապրեք, եցեք երեխաներ, կարողացաք հասկանալ։ Շարունակեք երեխաներ, շարունակելով ցույց տամ, թե մեր Հայաստանի առաջին դրամի վրա ինչ է պատկերված։ Ինչ է պատկերված, Ռուզաննա ասա։ Պատկեր, որ նստած թելեման։ Այո, թելեման, ինչքան են արժեքներ երեխաներ այս աշխատանքը, որ դրամի վրա նախատատիկի նկարը նկարել են այստեղ։ Այո, օրինակ նաև Ղազարո Սաղայանի մի ոտանավորի մեջ նշում է ճախարակի մասին ինչ-որ ոտանավոր է, բանաստեղծություն է գրել, մանիր ճախարակ, մանիր սպիտակ մանաշներ, մանիր թելեր հաստ ու բարակ, որ ես հոգամ ցավը մեր, Տիգրանիկս գուլպաչունի հանդ է գնում ոտաբաց, Գաբրիելս չուխաչունի, միշտ անում է սուքոլած, մանիր ճախարակ, մանիր սպիտակ մանաշներ, մանիր թելեր հաստ ու բարակ, որ ես հոգամ ցավը մեր, այսինքն մեր նախատատերը ինչ-որ ցավ է, չէ, ցավ են հոգացել, գուլպա են գործել, շորեր են գործել, հարցրել են մեր թորնիկներին, վալիկներին, որպեսզի իրենք տաղ մնան, չհիվանդանան։ Պարզ է երեխաներ։ Իսկ դեր կարծիքով երեխաներ, բնական մանրաթելերն են շատ առողջարար, թե արհեստական են։ Ասա Ռուզաննա, բնականը ինչու է բնական առողջարար, որովհետև ինչ է անում ինքը, ես օրինակ ասեի արհեստականը, հա, հələ մտածիր, ինչ կարող ես, օրինակ ով կարող է պատասխանել, մտածեք,
բնական է։ Դուք պատասխանեցիք անմիջապես բնական է, ասա։ Բնականը բույսերից է ավելի օգտակար, քան արհեստական, որովհետև արհեստականը գործարաններ Քիմիական նյութերից, շատ ճիշտ տրամաբանեցիք, ապրես երեխան։ Օրինակ դուք ձեզ համար որ հագուստ գնեք, ինչին ուշադրություն կդարձնեք։ Ինչին, ասա Գարյանը։ գործվածքի տեսակին և նրա բաղադրությանը, չէ՞։ Տեսակին, տեսակը ինչ, տեսակը որն է։ Ինչ տեսակ է ինքը, գեղերեսումը որն է դա։ Հա, զարդա, ինչի, զարդանախշերին, տեսակին, որակին, այո, դրանք բոլորը պետք է ուսումնասիրել։ Հիմա ես ուզում եմ մի գործնական աշխատանք ձեզ հանձնարարել, երկու խումբ եք նստած, խնդրում եմ դուք շրջվեք, ստանալ երկու խումբ, մեկ խումբին հանձնարարում եք, իլիկի միջոցով ստանանք մանրաթել, այստեղ կան մազիկներ, որը բարբակ է, և ստանանք մանրաթել, տեսնեմ ձեզ մոտ կստացվի, իսկ մեկ այլ խմբի և գրեք, թե ինչպես ինչ գործողություն եք կատարում սա, և հաջորդ խմբին հանձնարարում եմ այլիկ մանրաթելերը, բայց մենք ոչ հասկանանք, ինքը բնական է, թե արհեստական, այստեղ գործվածքներ կան, իհարկե մենք անվտանգության կանոնները պահպանելու համար ինձ հետո կբռնենք, որպեսզի իրեն դուք ձեզ չայրեք, մի փոքրիկ գործվածքները այրում եք և տեսնում եք այդ այրելու ընթացքում ինքը ինչ բոց է այրում և ինչպես հասկանանք ինքը բնական է, թե արհեստական է։ Լավ երեխաներ, այստեղ տարբեր գույնի կան և լուցկի կա այստեղ, խնդրում եմ անվտանգության կանոնը ելնելով, դասագիրքը վերցնենք այստեղ և սկսենք աշխատել։ Ձեր առաջադրանքը կասես ինչ էր։ Մեր առաջադրանքը երկրորդ և ստանալ մանրաթել։ Մենք կտասում ենք օրինակի նորաձեն, մենք կտասում ենք իրիկը և ստանում ենք մանրաթելեր, մեկը բռնում են, իսկ մյուսը կտասում են։ Այսինքն երկուսով եք, միասին եք ստացել, դուք պատկերացնում եք ինչքան հմուտ է եղել մեր տատիկները, որ կարողացել են ինքնուրույն իրենք ստանալ մանրաթելեր։ Դու հաստ ու բարակ ես ստացել, թե միասեռ ես ստացել։ Հաստ ու բարակ։ Իսկ մյուս անգամ դու ինքդ կարող ես ինքնուրույն հետաքրքիր է քեզ թեմաները։ Այո, շատ լավ։ Հաջորդ խմբի առաջադրանքով կներկայացնի Արիան։ Ձեզ ինչ էր տված։ Կտորները։ Ներկայացրա բոլորին։
Գործվածքները այրել որոշ և որոշել, թե տվյալ գործվածքը բնական է, թե արհեստական։ Եվ ինչ եղավ այրելու ընթացքում ինչ։ Բնականը այրելուց հետո մոխիր է դառնում, իսկ արհեստականը այրելուց հետո մոխիր չի դառնում, այլ հաճում։ Իսկ հոդը ինչպես են որոշում, օրինակ ինչ հոդ է։ Անձված ինչ-որ փայտի հոդ է, չէ՞ բնականից գալի։ Իսկ քիմիականից քիմիական նյութերի, իսկ այրումը ո՞նց է քիմիականի բոցը։ Սև ինչ է թողում։ Ծուխ է թողում։ Իսկ բնականինը բոցը ինչ գույն է։ Կարմիր, կապույտ գույն է։ Ապրեք, երեխաներ, կեցեք, կատարել եք առաջադրանքը գերազանց, ստացվեց ձեզ մոտ, արդեն դուք կհասկանաք, թե ինչպես կարելի է գտնել մանրաթելը արդյոք քիմիական է, թե բնական, և նաև մանրաթելերի հյուսումը և գերազանց կատարեցիք, ճիշտ է, մի քիչ հարց չստացվեց, բայց հետաքրքիր է ձեզ համար, շատ բարի։ Մի առաջադրանք ևս, եկեք ուշադիր նայենք այս նկարներին, ապա նայեք, այստեղ երկու ապրանք միան տեսակ է, միան նման է, սակայն տարբերությունը թանկ և էժան։ Այստեղ հագուստը միատեսակ է և էժան և թանկ։ Ինչից է դա ելնում, ով կարող է ասել։ Ապա մտածեք ինչից կելնի այնպես, ասանի։ Թանկ ապրանքի որակը ավելի լավն է և մաչ։ Որակը թանկը ավելի ինչ է։ Ինչ որակ, օրինակ ինչ որակ կլինի ձեր կարծիքով, ասակայանը։ Բնական, բուսական։ Այո, այսինքն բնական մանրաթելերը ձեր կարծիքով թանկ արժե։ Այո, շատ ճիշտ է, իսկ քիմիականը իրար նման է, երեխաներ, տեսնում եք։ Սա արհեստական կաշվից է պատրաստված, սա բնական կաշվից։ Բնականաբար բնականը պետք է լինի թանկ, իսկ հատուցը տեսեք։ Էլի պետք է երբ որ հագուստ գնելուց լինեք, անպայման ինչը ստուգեք, ասա Միքայել։ Լինի որակով և Երկար չէ ծառայում, եթե որակով է ավելի երկար է ծառայում։ Եթե մենք թանկ գնենք, ասենք էժան գնենք, ինչ ա եղել, որ բայց մեր առողջությանը ինչ կանի։ Վնաս կհասցնի, այո երեխաներ, կառաջացնեն ալերգիաներ, կառաջացնեն տհաճ հոտեր, իսկ բնականը հատկություն ունի ավելորդ խոնավությունը մարդու մարմնից ներծծի, մանավանդ երեխաներ, ես ձեզ խորհուրդ եմ տալու որպես մայր, ներքնազգեստները պարտադիր հագնեն բնական մանրաթելերով, որովհետև առողջությանը դա մեծ կարևորություն է, որ պետք է հետևել առողջությունը, պետք է լինի բամբակյա երեխաներ։ Այ օրինակ, երբ որ մեր նորածիններ, փոքրիկները լինում են, ինչպիսի գործվածների մեջ են փաթաթում, բամբակյա, չէ՞, ունեցել եք երևի քույրիկ եղբայր, տեսել եք թե մայրիկները ինչպես են փոքրիկներին հագցնում բամբակյա հագուստ, որովհետև նուրբ է մաշկը, հանկարծ քիմիական մանրաթելերով հագուստը չվնասի։ Այս է երեխաներ խորհուրդս ձեզ։ Լավ, այս եկեք ամփոփենք այսօրվա դասը։ Ինչ սովորեցինք մենք այսօր։ Ինչ սովորեցինք, ասա ուսանողներ։ Ձևերը բնական և արհեստական։ Բնական և արհեստական ի՞նչը։ Տեքստիլ, տեքստիլ մանրաթելեր։ Էլ ինչ սովորեցինք դրանից։ Քիմիկով գործարել և կտավարի որակը ստուգել։ Այո, կեցես, ապրես, ասել Ահեջան։ Մենք սովորեցինք, թե ինչպես կարող ենք կենդանական աշխարհից ստանալ իրեր և բուսական աշխարհից։ Ապրես, կեցես, կյանքում պետք է գալու սա ձեզ, որտեղ է պետք գալու, որտեղ, օրինակ, հագուստ գնելու,